Պուտինը Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ ամերիկյան հեռահար տոմահավք քրթիռների մատակարարումը Ուկրաինա չի փոխի իրավիճակը մարտադաշտում։ Տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը, ապա մանրամասնել։ Պուտինը կրկնել է իր այն թեզը, որ տոմահավք քրթիռները չեն փոխի իրավիճակը մարտադաշտում, բայց զգալի վնաս կհասցնեն մեր երկրների միջև հարաբերություններին։ Առաջնորդների հեռախոսազրույցը տևել է մոտ 2.5 ժամ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, ակնկալում է առաջիկա շաբաթներին Բուդապեշտում հանդիպել ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլն էլ հայտարարել է, որ պատրաստվում է գագաթնաժողովին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էլ իր հերթին հայտնել է, Բուդապեշտում սկսվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Թրամփի հայտարարությունը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի եւ Բուդապեշտում հանդիպելու պայմանավորվածության մասին անակնկալ էր Վաշինգտոն ժամանած Զելենսկիի համար։ Այս կարծիքն է արտահայտվում ամերիկյան Axios հարթակում հրապարակված հոդվածում։ ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքով Ռուսաստանն ու Ուկրաինան դեռևս պատրաստ չեն համաձայնության գալու, չնայած ԱՄՆ վարչակազմի կողմից խաղաղության միջնորդության ջանքերին։ Այս պահին, չնայած մեր բոլոր աշխատանքներին, ռուսներն ու ուկրաինացիները պարզապես չեն հասել այն կետին, որտեղ կարող են համաձայնության գալ։ Այնուամենայնիվ, Վենսը վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագիր կկնքվի։